բոլոր ստարտափներին ուղղված Ալիևի դեմ, Փաշինյանի դեմ չի խանգարում դրանց ձևավորման սկզբնական փուլում, երբ որ այդ նախաձեռնությունները ստեղծվում են, երբ որ փորձում են շոշափել ինչպես կնայի ենթադրենք Ռուսաստանը կամ Իրանը կամ ուրիշ խաղացողներ ինչպես կնայեն այդ հարցին, այդ փուլում Ռուսաստանը չի մերժում, չի ասում Ալիևը մեր գործընկերն է, իր դեմ կատարած քայլը մեր դեմ քայլ է, չի ասում Փաշինյանը մեր գործընկերն է, մեր նշանակած մարդն է, իր դեմ ցանկացած կատարած քայլը մեր դեմ քայլ է։ Շատ ստարտափներ դրանով կավարտվեին, եթե գային հարցնեին Ռուսաստանին, որովհետև ես էլ չեմ տեսել Հայաստանում ստարտափ, որը որ ուղղված է արևմուտքի օժանդակության վրա, որ մարդիկ ծրագրեն Հայաստանում իշխանափոխություն հիմք ընդունելով արևմուտքի աջակցությունը։ Մենք ինչ որ տեսել ենք փողոցում պայքար, բողոք եւ այլն, բոլորը հենվել են հնարավոր Ռուսաստանի Դաշնության քաղաքական աջակցության վրա հետագայում եւ որպես կարգախոս ունեցել են փոխենք Փաշինյանին, որպեսզի լավացնենք հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Ինք խանգարում է մեր հարաբերություններին վատացնում է, իսկ եթե մենք հիմա իրեն հեռացնենք, այդ հարաբերությունները կլավացնենք եւ Հայաստանի վիճակը կլավանա։ Բանաձևը այսպիսին է, նույնը եւ Ադրբեջանում, եւ այնտեղ եւս այդ տեսակ ստարտափները իրենք, այսպես ասած, առաջի փուլում չեն ստանում մերժում Ռուսաստանի Դաշնությունից, սկսում են, այսպես ասած, ջուրը պղտորել, ինչպես ասում են, հա, զարգանալ, այսինքն Ռուսաստանին ձեռք է տալիս պղտոր ջուրը տվյալ երկրում։ Ну, եթե դուք իշխող պատից եք նայում, իրենց տեսակետից ջուրը պղտորել, իսկ եթե չեզոք, սկսում են զարգանալ, սկսում են աճել, այդ քաղաքական ստարտափները, հա, եւ հասնում են ինչ-որ մի կետին, երբ որ վճռական ինչ-որ կուլմինացիոն բան պիտի լինի, այդ պահին Ռուսաստանը կամ հանձնում է այդ մարդկանց, կամ հետ է կանգնում, կամ ինչպես տվյալ դեպքում, ինչպես բոլոր դեպքերում, սկսած Բակո Սահակյանից եւ մյուսներից, որոնք որ հիմա բանտում են, ես այդ եմ ուզում ասել, որ եւ Արցախի քաղաքական ղեկավարության բանտում լինելը եւ այսօր Հայաստանում բազմաթիվ քրեական գործեր, որոնք որ հարուցված են Սամվել Կարապետյանի դեմ, եկեղեցու եպիսկոպոսների արքիեպիսկոպոսի, հիմա երկրորդ եպիսկոպոսին են չէ կալանավորել եւ այլն, գործիչների դեմ եւ այլն։ Դա այդ ամբողջը այդ տրամաբանության մեջ է, որ ինչ որ մի կետում ռուսական կողմը սկսում է աջակցել իշխող ուժին, հանձնելով այդ շարժումը, որպեսզի լծակները ուժեղ լինեն, այդ պահին ստանալով ինչ որ կոնկրետ բան։ Հիմա դուք էլ այդ կոնկրետ բանը բերեցիք, այսինքն եւ Հայաստանում տեսնում ենք գնում քրեական հետապնդում այլախոհների դեմ եւ Ադրբեջանում հարուցված գործ, որը հնարավոր իսկապես այդ մարդիկ պլանավորում էին թե չէ 87 տարեկան մարդ է դեպ իսկապես իրենք պլանավորում էին թե ոչ նշանակություն չունի նշանակություն ունի որ կա քրեական գործ, որը հնարավորություն է տալիս կալանավորել այլախոհներին ցանկացած թվով Հայաստանում նշանակություն չունի ովքեր են սրբազան շարժման, այսպես ասած բաները, կա այսօր հնարավորություն ընդդիմադիրներին, այլախոհներին կալանավորել ցանկացած թվով։ Եվ ես երկու բան ուզում եմ այստեղ վերջացնեմ։ Ֆրանսիան տեսնում էր, որ Ազատ հայրենիք դաշինքը հանդես է գալիս ծրագրով, հա, Ֆրանսիայի հետ ռազմատեխնիկական համագործակցության եւ այլն եւ այլն։ Իրենք ոչ միայն զրո աջակցություն ցուցաբերեցին, նաեւ դիստանցիա վերցրեցին մեր քաղաքական ուժից, չցանկացան ոչ մի, այսպես ասած, բան ունենալ։ Բայց իրենք դա ստացան գործող իշխանություններից։ Այդ մոդելը այդպես է գործում, որ գործող իշխանությունը ասում են, եղբայր, այս բանը պիտի անես, եթե չէ, հեն այն ով որ կարահաղթի քեզ, ու սա լինելու է։ Այս մոդելն է, այդ շանտաժի մոդելը գերտիրությունները աճ ու ձախ օգտագործում են։ Օգոստոսի 8-ի հանդիպումից հաջորդ օրը
հայտարարվեց, որ Ալյասկայում լինելու է հանդիպում։ Ես կարծում եմ, որ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին նախաստորագրումը պայմանագրի չէր կարա լիներ, եթե Ռուսաստանի Դաշնությունը դրան համաձայնություն չտար։ Պայմանավորվածություն կար, այսինքն։ Էությունը պայմանավորվածության այդ դեպքում հարց տանք ո՞րն է։ Ըստ էության այն է, որ Ռուսաստանի Դաշնությունը համաձայնվել է, որպեսզի Հայաստանի անվտանգության երաշխավորը այսուհետ լինի ԱՄՆ-ն։ Իթիվս բազմաթիվ այլ աշխարհքաղաքական հարցերի, որոնք որ սեղանին դրված են ռուս-ամերիկյան օրակարգում, կարևոր հարցը միջուկային զենքի կրճատումը, իսկ Ռուսաստանը կարճ ասած այսպես է փորձում ցակարգել, ճանաչել Ռուսաստանի ազդեցության կոտին միջուկային զենքի կրճատման դիմաց։ Բանաձևը ռուս-ամերիկյան այսպես բանակցությունների այդպիսին է։ Բազմաթիվ այսպես ասած տարբեր անգամ տարբեր հայտարարություններից դա է բխում։ Մենք կրճատենք միջուկային զենքը, բայց այդ ինչ է նշանակում չտարածվել դեպի ՆԱՏՕ-ի, այդ տարածումը դեպի արևելք եւ այլն։ Դա ճանաչել Ռուսաստանի ազդեցության գոտի։ Ես բացադրեցի այդ բանաձևը, ինչից է գալի, ինչի կար։ Եվ այդ բանաձևի շրջանակում այո կարելի է ենթադրել, որ Ալյասկայի հանդիպման նախապայմանը ԱՄՆ-ի եղել է Հայաստանը հանձնել ԱՄՆ-ին, Հայաստանի անվտանգության երաշխավորի դերը փոխանցել ԱՄՆ-ին։ Եվ դրա համար նախաստորագրումից հետո որոշում կայացվեց, հայտարարվեց հաջորդ Ալյասկայում, այսինքն սա նախապայման էր Ալյասկայում հանդիպելու համար։ Ինչի նախաստորագրվեց եւ ոչ թե ստորագրվեց, որովհետեւ Ռուսաստանը այդ գործարքը բացեց, բայց չփակեց, то есть գործարքը սկսվեց, բայց պիտի ավարտվի։ Երբ պիտի ավարտվի։ Երբ որ ռուս-ամերիկյան օրակարգի մյուս հարցերը նույնպես ամփոփվեն։ Այսինքն, երբ որ իրեն կան ընդհանուր հայտարարի հրադադարի վերաբերյալ Ուկրաինայում, միջուկային զենքի հարցում իրենք բան չունեն, տարաձայնություններ չունեն։ Ես դրա մասին ասել եմ, Ռուսաստանը այլ ընտրություն էլ չունի։ Ռուսաստանի միջուկային զենքի 1/3-ը հիմա պիտանի չի։ Հրթիռները, 1/3 հրթիռները անպիտան են, չեն կարող օգտագործվել, ժամկետը անց են, սպասարկվում էին Ուկրաինայի կողմից մինչև այս բոլոր պատերազմները եւ պիտի շարքից մարտական հերթապահությունից դուրս բերվեն։ ԱՄՆ-ը դա գիտի, իհարկե բոլորը դա հասկանում են եւ անխուսափելի է միջուկային զենքի կրճատումը։ Ռուսաստանը դրա դիմաց փորձում է ինչ որ բան ստանալ Ուկրաինայում եւ ինչ որ կերպ պահպանել իր ազդեցության գոտին։ Ումից Եվրոմիությունից, որովհետև 2002 թվականից ի վեր Եվրոմիությունը բացահայտ նշեց այն հանրապետությունները, որի հետ ուզում է ապագայում ըստ էության ունենալ տեսնել իր կազմում։ Դա արևելյան համագործակցության ծրագիրն է, չէ՞, Բելարուս, Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան, Հայաստան, Ադրբեջան։ Ռուսաստանին այս վերջի տարիների ամբողջ աշխարհքաղաքական պայքարը այդ երկու ծրագրերի շուրջն է։ Խորհրդային միության 3 հանրապետություն արդեն Եվրոմիության կազմում են, եւս 6 հանրապետություն Եվրոմիությունը ամբիցիա ունի միավորելու։ Մնում է Ռուսաստանը եւ Միջին Ասիա ոնց որ Խորհրդային միության այդ դեպքում փլուզման եւ սոցիալիստական ճամբարի փլուզման արդյունքը, երկարատև քաղաքական process-ին ինչ է կլինի, որ Խորհրդային միությունը փլուզվեց, իր սատելիտ սոցիալիստական եվրոպական պետությունները մտան Եվրոմիություն եւ հանրապետություններից 9 մտան Եվրոմիություն։
6-ը Ռուսաստանի Դաշնությունը եւ 5 Այո, հասկանալի։ Սա է լինելու ենթադրենք 50 տարի հետո վերջնական պատկերը խորհրդային միության Պլանավորած Եվրամիության կողմից պլանավորած։ Ոչ միայն պլանավորած է Գայանե, ինքը պլանավորած է, որովհետեւ օբյեկտիվ այդպես է։ Կա անկում ապրող մշակութային, հոգեվոր, գիտական, գիտատեխնիկական կենտրոն եւ կա աճող։ Լավ, վերադառնանք եւ Ռուսաստանի պլանները։ Արանքում ընկած ժողովուրդները գնալու են դեպի աճող։ Ստեղ բան չկա, այս Եվրասիական միություն, բան կառույցները ստեղծված են, բայց տնտեսական բան ներուժ չունեն համեմատ այն ինչը որ կա Եվրոպայում։ Իհարկե տեղ քարոզչական հիմա պայքար է գնում վարկաբեկելու եւ այլն, բայց էությունը թվերի մեջ է, ինչքան է հնեան Եվրոմիության, ինչքան է հնեան Եվրասիական միության։ Այդտեղ եթե վիճակագրական համեմատություններ անել ի վնաս Եվրասիական միության։ Այսինքն այս process-ի մեջ է պետք դիտարկել կատարվող բանը։ Հայ ադրբեջանական գործարքը կփակվի վերջում, երբ որ կգան ընդհանուր հայտարարի մնացած բոլոր բաներով։ Տամագավկիքը այդ հրթիռները լուրջ սպառնալիք էին Ռուսաստանին